Ֆորթու կողմից հոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն, պարզվել է, որ անչափահաս որդին հոր կողմից մորը պարբերաբար վիրավորանքներ հասցնելու եւ նախկինում ծեծի ենթարկելու պատճառով վրեժխնդիր լինելու շարժառիթով քողանոցային դանակով 1 տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած վիճակում գտնվող հոր մարմնի տարբեր մասերին, պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել վերջինիս արտանալու եւ դանակը որդու ձեռքից խլելու պատճառով ասված է հայտարարությունում։ Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մերձավոր ազգականին զուգընկերոջը կամ նախկին զուգընկերոջ կողմից սպանության փորձի հոդվածով, որպես խափանամիջոց կիրառվել է տնային կալանքը։ Հայկական նույնականացման քարտի նոր արտաքին տեսքը եւ ամտակային բաղադրիչները հաստատվել են, տեղեկությունը հայտնում է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական In-Group ընկերության արտադրամաս, որտեղ հաստատվել են նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգության բաղադրիչները։ Մեկնարկել է հումքի արտադրությունը, քննարկվել են նաեւ անձնագրի տվյալների էջերի կառուցվածքի եւ դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր, ասված է հաղորդագրությունում։ Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է այսօր Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը։ Նախագահների առանձնազրույցին հաջորդել է հայկական եւ վրացական պատվիրակությունների օնլայնված կազմերով հանդիպումը։ Հայաստանի եւ Վրաստանի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Վրաստանում կգտնվի նոյեմբերի 19-ից 20-ը։ Իրանցի տարածաշրջանային փորձագետ Էհսան Մովահեդյան մեղադրում է Ադրբեջանին Ղարաբաղում 19-րդ դարի շիական մզկիթ ոչնչացնելու մեջ։ Վերլուծաբանի խոսքով Բաքուն կրկին ավերել է պատմական շենքը, այս անգամ Քաշաթաղի շրջանում 1890 թվականին կառուցված այգեկ մզկիթը։ Իրանցի գիտնականը ցուցադրում է արբանյակային լուսանկարներ, որոնք հաստատում են 2021 թվականի հունվարից մինչև 2024 թվականի ապրիլը շենքն ամբողջությամբ անհետացել է, իսկ տարածքը մաքրվել է Խուդաֆերին, Գուբալդել, Լաչին, նույն ինքը Բերձոր Մայրուղու ընդլայնման համար։ Գիտնականը նաև նշում է, որ հայկական կողմը տասնամյակներ շարունակ պահպանել է Ղարաբաղի իսլամական հուշարձանները, այդ թվում Շուշիի Գևհար աղայի մզկիթը։